Ձեր կյանքի այն մասը, որը դևերը չեն վերահսկում, ավելի զորեղ է, քան ձեր կյանքի այն մասը, որը նրանք վերահսկում են։ Մարկոսի ավետարանի 5-րդ գլխի 6-րդ համարում ասվում է. Հիսուսին հեռվից տեսնելով նա վազեց եկավ ու երկրպագեց նրան։ Այս մարդն այնքան դևեր ուներ, որ դրանք հաշվել հնարավոր չէր։ Նա խիստ տիրված էր։ Բայց երբ տեսավ Հիսուսին, դևերը, որոնք չէին ուզում, որ մարդիկ գան ու երկրպագեն նրան, զիջեցին, եւ նա, իր ճնշված կամքի մնացորդները բռունցք անելով, վազեց դեպի Հիսուս ու երկրպագեց նրան։ Եվ այդ ժամանակ դևերը սկսեցին դրսևորվել նրա միջոցով։ Մի վերագրեք դևերին ավելի մեծ իշխանություն, քան նրանք արժանի են։ Նույնիսկ եթե նրանք ձեզ շատ տանջում են, դուք դեռևս ընտրության ազատություն ունեք, որից օգտվելով կարող եք մոտենալ Հիսուսին, ազատություն ստանալ եւ ճեղքում ապրել ձեր կյանքում։ Նույնիսկ եթե թշնամին իրեն է ենթարկել ձեր կյանքի 99%-ը, այն 1%-ը, որը նա չի վերահսկում, ավելի զորեղ է, քան ձեր կյանքի այն 99%-ը, որը նա վերահսկում է։